Երկարաժամկետ ռազմավարություն Հայաստանը մարզական աշխարհում առավել տեսանելի դարձնելու համար։ Խորհրդային Միության տարիներին կառուցված Ծաղկաձորի մարզաբազան, որը հիմնադրվել է 1968 թվականին Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսօր արդեն ծառայում է որպես ժամանակակից ուսումնամարզական հարթակ։ Այն հիմնովին վերանորոգվել է 2007 թվականին, իսկ վերջին տարիներին պարբերաբար արդիականացվում է։ Ինչպես նշում է բազայի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը, հիմնական նպատակը սպորտային համալիրը օլիմպիական եւ միջազգային մակարդակի ուսումնամարզական հավաքների կենտրոնի վերածելն է։ Նրա խոսքով վերազինման աշխատանքները ներառում են ինչպես մարզական ենթակառուցվածքների թարմացում, այնպես էլ նոր տեխնոլոգիաների ներմուծում մարզիկներին առավել արդյունավետ պատրաստելու նպատակով։ Ներկայումս մարզաբազա ուսումնամարզական հավաքների գալիս են ոչ միայն նախկին Սովետական Միության երկրներից, այլ նաև մենք ունենք մարզիկներ ասիական երկրներից, արաբական երկրներից, Միացյալ Նահանգներից, եւ մեր նպատակը ոչ միայն մարզաբազան դարձնել ուսումնամարզական հավաքների միջազգային կենտրոն, այլ նաև մի շարք սպորտաձևերի մրցաշարերի համար, միջազգային վարկանիշ ունեցող մրցաշարերի համար նաև կենտրոն ենք ուզում մարզաբազան դարձնել, որի լավ արդյունքները ունենք նաև մենք այս պահին թենիսի հետ կապված, որի մասով մի շարք հեղինակավոր եւ վարկանիշային մրցաշարեր ենք անցկացնում բազայում։ Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն ասում է, պատանի տարիքից են հավաքներ անցկացնում Ծաղկաձորում, տարին 2 անգամ։ Առջևում Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունն է, պատրաստվում են հենց բազայում։ Առաջի հավաքը անցկացրել եմ հենց Ծաղկաձորում սպորտ բազայում, շատ տպավորիչ էր ու սպորտ բազայում չես կարող ուղղակի մարզվել, պետք է շատ խելացի մարզվես, որովհետև այստեղ ամեն մի պարապմունքը ոնց որ 3 պարապմունք լինի, որովհետև բարձր գոտում են գտնվում, թթվածինը շատ քիչ է ու աշխարհի լավագույն բազաներից մեկն է։ Հունարոմեական ոճի ըմբշամարտիկ աշխարհի բազմակի չեմպիոն օլիմպիական խաղերի մեդալակիր Արտուր Ալեքսանյանի խոսքով բազայում ֆիզիկական մեծ աշխատանք են կատարում, որը ամբողջ տարվա համար մեծ մոտիվացիա է։ Շատ գոհ ենք այս սպորտային համալիրից, Հայաստանում լավագույններից մեկն է, շատ լավ պայմաններ կա մարզվելու համար, ուժեղանալու համար։ Ես երևի 2006 թվականից ամեն տարի այստեղ հավաքի եմ գալիս, ամեն ինչ իդեալական է։ Ասեմ, որ այստեղ ամեն բան նախատեսված է բոլոր մարզիկների համար եւ այստեղ հիմնականում գալիս ենք ֆունկցիոնալ պատրաստականության համար, որը որ մեզ հետագայում օգնում է, որպեսզի կարողանանք մեր Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին կարողանանք լիարժեք մարզավիճակում լինել։ Ներկայումս մարզաբազայի ուսումնամարզական հավաքների գալիս են ոչ միայն հետխորհրդային երկրների մարզիկները, այլև բազմաթիվ մարզիկներ այլ երկրներից։ Մեր մարզիկները բարձր են գնահատում մարզաբազայի պայմանները, մասնավորապես մաքուր օդը, լեռների մոտ գտնվելու նպաստավոր միջավայրը եւ հանգիստ աշխատանքային մթնոլորտը։ Մեզ համար կարևոր է նաեւ բնության ու սպորտի համադրությունը։ Այստեղ մարզվել է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական մեծ առավելություն է։ Յուրաքանչյուր մարզաձև մարզումների իր անհատական մոտեցումը ունի։ Ուշադրություն են դարձնում ոչ միայն մարզումների կազմակերպմանը, այլև մարզիկների սննդակարգին, վերականգնմանը եւ հոգեբանական աջակցությանը։ Ծանրամարտիկին լրիվ այլ տեսակի սնունդ է պահանջվում, իսկ գեղարվեստական մարմնամարզիկներին լրիվ ուրիշ, եւ մենք փորձում ենք նախապես նրանց բժիշկ դիետոլոգների հետ նույնպես համաձայնեցնենք, թե ինչ սննդակարգերով պետք է իրանք սնվեն։ Եթե նույնիսկ լինում է անհատական դեպքեր, անհատական մարզիկի մակարդակով, ապա մենք նույնպես կազմակերպում ենք այդ սննդակարգերը։ Սնունդի առումով ասեմ, սնունդը լավացելա, դա սպորտսմենի համար շատ կարևոր բան է։ Մեզ ինչ հարկավոր է լինում, աջակցում են։ Բազան այսօր համատեղում է ավանդույթներն ու նորարարությունը ստեղծելով ժամանակակից սպորտային միջավայր, որը ծառայում է ինչպես պրոֆեսիոնալ մարզիկներին, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահարներին։ Գլխավոր մարզահամալիրը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են հանգիստը համատեղել առողջ ապրելակերպի հետ, օգտվել լողավազանից, թենիսի կորտերից, վազքուղիներից եւ այլն։